Պարոն Խաչատրյան, վարչապետը այսօր էլ կրկնել է պնդումը, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա փաստ է և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցի։ Մենք մի քանի օր առաջ ականատես եղանք նաև Մայրաթորի հայտարարությանը, որտեղ հոգևոր դասը ըստ էության չէր հերքել կաթողիկոսի և սրբազանների կուսակրոնության երդումը խախտելու կամ երեխա ունենալու հարցը։ Հիմա ըստ ձեզ ինչ սպասել այս հայտարարություններից հետո, Մայրաթորից արձագանք պետք է սպասել, թե ոչ։ Կարծում եմ արձագանք կլինի, բայց չեմ կարող ասել ինչպիսի արձագանք կլինի, լավ կլինի, որ ընդառաջ գնան Հայաստան Հանրապետության վարչապետի կոչին, բայց տեսնենք իրադարձությունները ինչպես կզարգանան։ Ինչ վերաբերում է կուսակրոնության ուխտի խախտմանը, տեսեք, եկեղեցական կանոնագրքում կոնկրետ կանոններ կան սահմանված, թե ինչպեսի պահանջների պետք է բավարարեն մեր հոգևորականները և հոգևորական դասի ներկայացուցիչները։ Եթե դա Հայաստանի Հանրապետության այդ փաստի մասին խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, դա նշանակում է, որ այդ փաստերը 100% ճշմարտություն են, այսինքն հաստատված, ապացուցված փաստեր են։ Երեխա ունենալը իհարկե շատ լավ բան է, եթե որոշակի դասի հոգևորականներին արգելվում է երեխաներ ունենալ, կամ պետք է այդ կանոնը փոխեն, որը որ իհարկե դարերից եկած կանոն է եկեղեցական, եւ գուցե որ կանոնը փոխեն հայ ժողովրդի եւ մեր պետության համար շատ ավելի լավ կլինի, որ երեխաներ ծնվեն եւ քիչ կուսակրոն մարդիկ լինեն ընդհանրապես, բայց եթե կանոնը կա գործում է եւ Էհափարի ընտրության ժամանակ, ընտրությունների ժամանակ այդ կանոնը գործել է եւ այդ կանոնը կարևոր պարտադիր պայման է եղել եւ ինչ պատճառներով հաշվի չի առնվել, սա չի կարելի ուղղակի հանդուրժել։ Եթե սա հանդուրժում ենք, ուրեմն հանդուրժում ենք մեր պետությունում ցանկացած անիրավություն եւ որոշ լրագրողներ ասում են, դե դուք սենց արեցիք, իշխանությունը նենց արեց, Արցախը կորցրեցինք, եկեղեցին էլ ինչա իրավունք չունի մի փոքր անիրավություն էլ անի։ Պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Այսինքն եկեղեցին էլ կար անիրավություն անի, ժողովուրդն է պետք է նայեն եկեղեցուն եւ ավելի շատ անիրավություններ անի։ Այսինքն սա տանում է դեպի քաոսի, ասենց ինչ որ քաոսի քարոզ է գնում։ Քաոս չի լինելու, Հայաստանի Հանրապետությունը իրավական ժողովրդավար պետություն է։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, եկեղեցին ժողովրդինն է եւ եկեղեցին պետք է պաշտպանել, եկեղեցուն պետք է սպասավորները, ծառայողները եկեղեցուն եւ Աստծուն լինեն այն մարդիկ, ովքեր իրավունք ունեն դա անել, իրավունք ունեն հենց եկեղեցու կանոնադրությամբ սահմանված կարգով։ Ի սկզբանե ամեն ինչը դրվում է կեղծիքի հիմքի վրա, ինչը եթե մի բան դրվում է կեղծիքի հիմքի վրա, դա նշանակում է, որ վատ հետևանքներ է ունենալու այդ ամենը եւ ցավոք սրտի այդ վատ հետևանքները արտացոլվում է նաեւ մեր ժողովրդի վրա, հենց հայ ժողովրդի վրա, որտեղ եկեղեցին դա հայ ժողովրդինն է։ Եվ որոշ քաղաքական գործիչներ կամ ոչ քաղաքական գործիչներ այսպեսի բնութագրում են տալիս, որ ինչու է եկեղեցուն հարձակումներ գործում, այսպես ճակատներով եկեղեցու վրա, պետք է ասեմ, որ այս վարչապետի կոչը ոչ թե ուղղված է եկեղեցու դեմ, այլ ուղղված է հենց եկեղեցուն պաշտպանելուն։ Սա եկեղեցուն պաշտպանելուն ուղղված միջոցառում է։ Եթե եկեղեցում ծառայում են այնպիսի մարդիկ, որոնք իրավունք չունեն ծառայեն այդ պաշտոններում, հենց եկեղեցու հաստատած դարավոր այդ կանոնագրքի կանոններից ելնելով, հետևաբար պետությունն էլ պետք է թույլ չտա եւ ժողովուրդն պետք է թույլ չտա, որ այդ խախտումները տևական եւ շարունակական բնույթ ունենան։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք կրկնում եմ կեղծիքի հետ, իսկ եկեղեցուն հանդուրժելը ակնհայտ կեղծիքը դա նշանակում է, որ մենք արհամարում ենք մեր քրիստոնեական արժեքները եւ շատ ու շատ բաներ, ինչի հետ մենք չենք կարող այսօր հաշտ լինել։ Եվ ասում եմ, այս կեղծիքը կամ այս կանոնադրային, կանոնագրքային խախտումը բերում է նաեւ ընդհանուր հայ առաքելական եկեղեցում շատ ու շատ խնդիրների առաջացմանը եւ ժողովրդի մոտ հայ եկեղեցու հանդեպ վստահության կորստին, ինչը ես կարծում եմ, որ աղետալի
երևույթ է, չի կարելի դա հանդուրժել։ Այսօր մենք եկեղեցիներ ունենք, որտեղ պատարակները կոնկրետ քաղաքական քարոզներ են իրականացում, քահանայի կողմից քաղաքական քարոզներ են իրականացում, ստի, կեղծիքի, փողոցային բարբարի կիրառմամբ ամեն կիրակի դա կարելի է տեսնել Հայաստանի որոշ քաղաքներում եւ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ զգուշացվել են այդ մարդիկ, զգուշացվել են եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, որ այսպիսի երևույթներ կան եւ դրանից հետո ավելի են ուժ գնանում այսպիսի երևույթները կոնկրետ 1-2 օր առաջ հենց իմ հայրենի քաղաքից նաեւ ահազանգեր եմ ստանում ժողովրդից, որ այլևս չեն ուզում գնալ պատարակի, որտեղ պատարակը վերածվում քաղաքական քարոզի, ստի, կեղծիքի եւ ասում փողոցային բարբարի հիման վրա հիմնված քարոզի։ Մենք ոնց կարող ենք հանդուրժել, որպեսզի մեր եկեղեցիները, մեր ժողովրդի եկեղեցուն ծառայություն մատուցեն այդպիսի հոգևորականները։ Եկեղեցին ժողովրդինն է եւ վարչապետի կոչը հենց ուղղված է եկեղեցին պաշտպանելուն։ Եվ մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին եւ այո, եկեղեցին պետք է ընդառաջ գնա վարչապետի կոչին։ Դուք ձեր խոսքում նշեցիք հարձակումների մասին, նման խոսակցությունների մասին, Մայրաթորի որոշ սպասավորներ նաև նման թեզեր են տարածում, թե վարչապետը շուտով Մայրաթոր է գնալու զենքով կամ թրով, որ այնտեղից հեռացնի կաթողիկոսին։ Դուք ո՞նց եք արձագանքում այդ հայտարարություններին։ Նույնիսկ արձագանքման կարիք չունի այս հայտարարությունը կամ հայտարարությունները, որովհետև Հայաստան Հանրապետության վարչապետը իր կոչի մեջ խնդրեց քրիստոնեաբար խաղաղությամբ այս հարցը լուծել, չէ։ Եվ վարչապետի գործելավոճը բոլորին է հայտնի, արդեն 7 տարի է Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, երբևէ թրով, սրով կամ չգիտեմ ռեպրեսիվ մեթոդներով Հայաստան Հանրապետության վարչապետը որևէ խնդիր չի լուծել այս երկրում։ Ինչի համար նաև երբեմն շատ ու շատ շրջանակների կողմից քննադատության է արժանացել։ Հիմա մեկնաբանելու կարիք չկա, կարևոր հարցը նա է, կուսակրոն է, թե կուսակրոն չէ, խախտվել է եկեղեցական կանոնագիրքը, թե չի խախտվել, եթե խախտվել է, ապա ինչպիսի հետևանքներ պետք է ունենան այդ խախտումը ուղղելու կամ այդ խախտումը վերացնելու համար եւ անցնել առաջ, սա է մեծ հարցը, թե հիմա ով ինչ հայտարարություններ է անում, այլևս ոչ տեղին են, ոչ լսելի են, ոչ էլ ընդհանրապես կապ ունեն իրականության հետ։ Վարչապետն էլ իր գրառման մեջ այսօր կոչ էր արել, որ հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդները համախմբվեն վեհարանասիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ընտրելու օրակարգի շուրջ։ Ժողովուրդը կհամախմբվի այդ օրակարգի շուրջ։ Կարծում եմ այո, կհամախմբվի, որովհետեւ այլ տարբերակ չկա ուղղակի։ Մենք ինչքան կարող ենք հանդուրժել, բոլորս իմանալով, որ վեհափառը կանոնադրային հենց եկեղեցական կանոնագրքով սահմանված կանոնների խիստ խախտմամբ է այսօր զբաղեցնում այդ աթոռը Մայրաթորում եւ դրա հետ չի կարելի հաշտվել, եթե մենք հաշտվում ենք, դա նշանակում է, որ ցանկացած ապօրինության, անիրավության, չգիտեմ, ամեն ինչի հետ կարող ենք հաշտվել, այս երկրում իրավունքի մասին կամ իրավունքի գերակայության մասին խոսալն էլ անիմաստ է։ Գիտեք ինչ, եկեղեցին պետք է նեցուկ լինի պետությանը։ Եկեղեցին պետք է նեցուկ լինի, այլ տարբերակ չի լինում։ Չի լինում եկեղեցին հակադրվի պետությանը, այդ դեպքում կամ պետությունը չի լինում, կամ եկեղեցին չի լինում։ Հիմա մեր մոտ այդ հակադրությունը կա, բայց որ շատ ենք խորանում այդ հակադրության հիմքերի մեջ, տեսնում ենք, որ գալիս ենք հասնում ենք միտեղ, որ ի սկզբանե խախտումներ են եղել։ Ի սկզբանե կանոնագրքով սահմանված կանոններ են կոպիտորեն խախտվել եւ դա իհարկե իր հետևանքը ունենալու էր եւ հետևանքը եկավ հասավ նրան, որ այսօր շատ ու շատ դեպքերում եկեղեցին հակադրվում է պետությանը, նման բան չի կարող լինի։ Հետևաբար պետք է ընտրություններ լինեն, այո, պետք է եկեղեցական կանոնադրության բոլոր կետերը խստորեն պահպանվեն, նոր ընտրություններ, նոր վեհափառ եւ որից հետո հուսով ենք, որ եկեղեցին նեցուկ կլինի Հայաստանի Հանրապետությանը եւ մեր պետության ուժերը եւ միջոցները եւ հնարավորությունները իհարկե շատ ավելի շատ կմեծանան, երբ որ
ամենը միասնական լինի, ինչը որ պետք է լինի, այլ տարբերակ չկա։ Նաև անդրադառնանք մայրաթոռում Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը կաթողիկոսի հետ, հունիսի 7-ին էին հանդիպել, ըստ հաղորդագրության զրույցի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը իր լիակատար աջակցություն էր հայտնել Հայրապետին, վարչապետը նույնպես անդրադարձել էր այդ հանդիպմանը ու նշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգներ իր նման ժողովրդայցյաց կեղծարարի եւ կեղծիքի կողքին, այս այցը դուք ինչպես եք մեկնաբանում եւ ընդհանրապես ինչ որ ուղերձ կար, որ այս այցի միջոցով փորձում էին երկու կողմերը հղել իշխանությունը։ Դե հա, պարզ է, որ պետք է նաև կարծում համախոհների խումբ ձևավորել ընդդեմ պետության, պարզ է կամ պետական դիրքորոշման եկեղեցու հետ կապված։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը դիրքորոշումը աջակցություն է հայտնել, բայց շատ հետաքրքիր է աջակցությունը ինչ հիմնավորմամբ է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Երկու հիմնավորում կարող է լինել եւ շատ լավ կլինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցին պատասխանի, ինչ հիմնավորմամբ է ինքը աջակցություն հայտնում վեհապարին, որ հիմնավորմամբ։ Հիմնավորում 1 այն փաստերը, որ ներկայացվում է կուսակրոնության հետ կապված, չեն համապատասխանում իրականությանը, կեղծ են։ Հիմնավորում 2 կեղծ չեն, ուղղակի Լևոն Տեր-Պետրոսյանը հաշտ է եկեղեցուն կեղծիքի հիման վրա պաշտոններ զբաղեցնելու հանգամանքին։ Ինքը հաշտ է դրա հետ, որ կարող է եւ կեղծիքը լինել եւ կեղծիքը ընդունել է։ Այս երկուսն է, երրորդ տարբերակը չկա։ Հիմա ես խնդրում եմ առանձին դրեք եւ կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ այս հարցին պետք է պատասխանի։ Հիմնավորումը ո՞րն է, որ ինքը աջակցում է։ Պատերազմական շրջանից առաջ եւ հետո Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը նույնպես հանդիպումներ էին ունենում մայրաթոռում, այս անգամ նրանցից կարծես որևէ արձագանք չկա, անգամ հանդիպում չկա։ Սա ինչի մասն է խոսում։ Գուցե այն մասին, որ այդ մարդիկ գիտակցում են, որ այդ փաստերը կուսակրոնության հետ կապված իրականությանը համապատասխանել, վերջիվերջո եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եղել են Հայաստանի Հանրապետության նախագահներ եւ իհարկե պաշտոնից ելնելով շատ ու շատ տեղեկություններ ունեն իրենք եւ շատ ու շատ օպերատիվ տեղեկություններ ունեն եւ իհարկե այդ տեղեկությունների հիման վրա իրենք ճշմարտությունը գիտեն բնականաբար եւ գուցե չեն ցանկանում, որպեսզի հիման ինչ որ աջակցություն ցույց տան կամ եւ այլն, ինչի հիմքը չկա եւ վերջում կարող է շատ վատ դրության մեջ ընկնել, որովհետեւ այսպեսին իսկ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը իմ համար հետաքրքիր է, եթե աջակցում է, այո ինքն նա կարող է աջակցել Հայաստանի Հանրապետության, կարող է առաջին հայ առաքելական եկեղեցուն, այո բոլորս եք աջակցություն հայ առաքելական եկեղեցուն, այս ամեն ինչը միտված են եկեղեցու պաշտպանություն, կարող է աջակցել եկեղեցուն, բայց կոնկրետ այս թեմայի շուրջ եթե աջակցում է, թող պատասխանի, թե աջակցության հիմքը ո՞րն է։